Օրեր առաջ ընտանիքի հետ հեռախոսով զրուցելիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց խոսակցությունը այդ պահին հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։ Ընտանիքը նշում է, որ նախորդ 10 օրերին հեռախոսազանգերը, գրավոր դիմումները եւ փաստաբանի միջնորդությունը արդյունք չեն տվել։ Դատավարություններն արդեն ավարտվել են, բայց Վարդանյանը եւ մեր մյուս հայ գերիները չեն ստացել իրենց դատավճիռների տեքստերը։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել։ Դատավարություններն ավարտվել են 1 ամիս առաջ, սակայն ոչ Ռուբենը, ոչ էլ մեր տեղեկություններով մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն դեռ չեն ստացել։ Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված վիճակով։ Նրա եւ մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում երկրից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաեւ մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կապի պահպանված միակ միջոցը կարող են դադարեցվել։